Եկեղեցու հետ կապված մեկ հստակ բան կա, ակնհայտ է, որ իշխանության գործողությունները Փաշինյանի ղեկավարությամբ բացարձակ ապօրինի են։ Դրանք որևէ քննարկման էլ անգամ ենթակա չէ։ Այստեղ բացարձակ քաղաքական հովանավորությամբ, պաշտոնական լիազորությունների ազդեցությունն օգտագործելով տեղի է ունենում պրոցես։ Եվ դրանք կառուցված են մի քանի կեղծիքների շուրջ։ Կեղծիքներից մեկն այն է, որ հայոց եկեղեցին եկեղեցականներին կամ եկեղեցականները չեն, ինչը բացարձակ ապատեղեկություն է եւ այս անօրինական գործողությունների շղարշներից մեկը, որովհետեւ եկեղեցի նախ եւ առաջ հոգեվորականներն են, կան եւս մեկ կեղծիք, որ նա այդ քայլը անում է որպես եկեղեցու հետևորդ, այն էլ հավատավոր հետևորդ։ Սա նույնպես բացարձակ ապօրինի պնդում է, որովհետեւ նա Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, ունի կոնկրետ լիազորություններ, հետեւաբար պարտավոր է ղեկավարվել այդ լիազորությունով, իրավունք չունի դրանցից որևէ կետ անգամ դուրս գալու, իսկ այն թե ինչ է զգում, ինչ խորամանկ արտահայտությունների ներքո է թաքնվում, դրանք օրենքը ընդհանրապես չի ընդունում, ավելին դրանք քրեորեն պատժելի արարքներ են եւ այն ինչ հիմա նա անում է նրա ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կոնկրետ հանցակազմերով նախատեսված արարքներ են։ Սրանք օրենքում հստակ նախատեսված են։